Հայրաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում վարույթային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են կատարվում։ Հայտնում են քննչական կոմիտեից անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին և խուզարկություններին, որոնք կատարվում են այսօր առավոտից։ Իշխանական կամ ծառայական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքի մասնակցելու կամ հավաքի մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում կատարվում են վարույթային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները։ Նշված է այս մասին քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ Այսօր վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի ձերբակալվել են նաև Արագածոտնի թեմի ևս 5 քահանա և աշխարհիկ անձինք։ Քրեական ոստիկանները Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներգրված 11.5 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել, 4 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։ Հոկտեմբերի 11-ին ձերբակալվել են Երևանի բնակիչներ 43 և 35 տարեկան տղամարդ և 39-ամյա մի օտարերկրացի։ 35-ամյա տղամարդը և օտարերկրացին իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են քննչական վարչություն։ Նշված է հաղորդագրությունում, նաև ասվում է, որ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող 3 փաթեթ։ Գործարար Սամվել Կարապետյանի 3 սկսված և գիշերն ընդհատված խափանման միջոցի որոշման դատական նիստը կշարունակվի այսօր ժամը 15:00-ին, այս մասին ասել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ Դատական նիստը մեկնարկել էր ժամը 18:00-ին և ընդհատվել գիշերը ժամը 2-ին։ Նրա խոսքով երեկվա դատական նիստը սկսվել է 20 րոպե ուշացումով, քննիչը միջնորդություն ներկայացրեց, եթե դա կարելի է իհարկե ներկայացնել եզրույթով ասել, քանի որ նա պարզապես կարդում էր միջնորդություն, որը ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այս իմաստով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է, երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է։ Այստեղ կարող էին կարդալ անգամ Մխիթար Գոշի դատաստանագիրքը, որը շատ ավելի օգտակար կլիներ, նշում է պաշտպանը։ Բաքվի դատարանը տնային կալանք է սահմանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մեհդիևն այդ պաշտոնը զբաղեցրել է 24 տարի և պատվավոր կերպով ազատվել է Իլհամ Ալիևի կողմից 2019 թվականին։ Նրան մեղադրանքի առաջադրվել 3 հոդվածով՝ իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների, պետական դավաճանության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացման համար։ Աստանայում կայացած Սիրկվեյսար միջազգային վոկալ մրցույթի 4-րդ դրվագում մասնակիցները երգեր են կատարել միմյանց լեզուներով՝ չինարենից և կորեերենից մինչև տաջիկերեն և մոնղոլերեն։ Թե ում և ինչ լեզվով հանդես գալ որոշեց վիճակահանությունը։ Ուզբեկական էստրադայի երգչուհի Մադինա Բոնու Ադիլովային բաժին է հասել հայերեն երգի կատարումը, մասնավորապես Սիրուշոյի Պրեգոմեշ երգը։ ԳՄՍ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 13-ին 95 տարեկան հասակում մահացել է Հայաստանի քույրերի միավորման հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնական վարչության նախկին նախագահ և պատվավոր անդամ բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը։ Նա ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում։ 6 տարեկանում դինամիտի պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը։ Մուշեղյանը հանդիսացել է Հայաստանի գրողների միության վարչության անդամ, Հայաստանի ժուրնալիստների միության անդամ, աշխատել Գիտությունների ազգային ակադեմիայում, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան ու մեծ ներդրում ունեցել գիտությունում։ Համացանցում մեծ տարածում է գտել տեսանյութ, որում ճապոնացի պատանիները յարխուշտա են պարում։ Ինչպես հայտնի է, սա հայկական ժողովրդական մարտական պար է, որի արմատները գալիս են արևմտյան Հայաստանի Սասուն շրջանից։ Յարխուշտա պարել են հայ զինվորները մարտից առաջ։ Համացանցի օգտատերերն էլ իրենց հիացմունքով են կիսվել ճապոնացի պատանիների կատարման կապակցությամբ։
Այսօր Արագածոտնի թեմում կատարված խոզարկություններն ու ձերբակալությունները կատարվել են իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հաղորդման հիման վրա լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանը։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը սեպտեմբերի 16-ին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 2021 թվականին ընդդիմության ցույցերի մասնակցել է ոչ իր ցանկությամբ։ Իոնիսյանն ասել է, որ դատախազությանն ուղղված հաղորդման մեջ խնդրել են քննել հավաքին մասնակցելու պարտադրելու մասին։ Տեր Արամ քահանայի հայտարարությունները սակայն մինչ այս պահը իրենց հաղորդման հետ կապված որևէ նորություն չունեն։ Ադրբեջանի ագնախարար Ջերհուն Բայրամովը ՀՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնեի հետ Բաքվում կայացած հանդիպան ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Բայրամովը մասնավորապես ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված կատարվող աշխատանքները, ձեռնարկվելիք հաջորդ քայլերը եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Դրանում նաև նշվում է, որ կողմերը դրական են գնահատել ՀՀԿ ինստիտուտների աշխատանքը։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 15:30-ի սահմաններում ցեմենտ տեղափոխող Բեռնատարը Աճարյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այլ մանրամասներ հայտնի չեն։ Այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։ Այդ մասին քննչական կոմիտե Երևանի կենտրոնի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Քննչական բաժնի շենքից փաստաբան Երեմ Սարգսյանի հետ դուրս գալուց հետո նա նշել է, որ վերջապես կարողացել են հանդիպել Մկրտիչ Սրբազանի հետ։ Պարզվեց, որ նա ի սկզբանե Երևանի կենտրոնի քննչական այս բաժին բերվեր, սակայն նրա հետ մինչ այս պահը որևէ շփման հնարավորություն չէին տվել։ Նա ձերբակալված է, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել հավաքների մասնակցությանը խոչընդոտելու եւ 2021 թվականի ընտրություններին քվեարկության արդյունքների վրա ազդելու համար, տեղեկացրեց փաստաբանը։